Ուզում եմ մեկ անգամ եւս շարադրենք հետեւյալը։ Անցած 3 տարիների ընթացքում մենք բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք անդրադառնալու եւ իրավական գնահատականներ տալու կատարված հանցագործությանը եւ հաջորդող գործընթացների վերաբերյալ եւ հանրագումարի բերելով ողբերգությանը հաջորդող իրադարձությունները իրավասու մարմինների դրսևորած վարքագիծը, գործերի քննության ներկա ընթացքը, դժոխք կողմի հետ մենք բազմաթիվ անգամներ առիթեր ունեցել ենք քննարկելու այս ողբերգությունը եւ դրա արդյունքում իրականացվող քննության ընթացքը, վերահաստատում ենք մեր եզրակացությունը, որ ցավոք սրտի նախորդ 3 տարիների ընթացքում մենք պատասխանների փոխարեն ավելացել են հարցերը, մասնավորապես 3 տարվա ընթացքում ոչ միայն զինծառայողների ծնողները, այլև ողջ հասարակությունն այդպես է չիմացավ, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչ է թաքցվում հասարակությունից եւ որն է պատճառը, որ ճշմարտությունը թաքցվում է հասարակությունից։ Ծնողների եւ հասարակության կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլև ճիշտ հակառակը, իրավասու մարմինների ես միշտ ասել եմ եւ հիմա էլ վերահաստատում եմ, քննի ոչ կոմպետենտ, ոչ սրտացավ, ոչ պատասխանատու գործունեության արդյունքում հանրության կասկածները, ծնողների կասկածները ոչ միայն չփարատվեցին, ավելի մեծացան եւ համոզմունք է ձևավորվել, որ հանցագործությունը ամեն ինչ արվեց չբացահայտվելու համար, մեղավոր անձած շրջանակը պարզելու եւ մեղավոր շրջանակը բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար կատարվեցին եւ չեն կատարվում անհրաժեշտ քայլերը։ Եվ ուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն կողմից իրավասու մարմինների կողմից հնարավոր ամեն բան արվեց, արվում է եւ համենայն դեպս աշխատանքի արդյունքն է ինձ այս ամեն ինչին բերել ծածկը դմփոց անելու, որպեսզի մեզ համար անհասկանալի պատճառներով սույն գործի բացահայտման ուղղությամբ ճշմարտությունը ուրեմն չբացահայտվի։ Հարգելի բարեկամներ, նույնիսկ խնդրում եմ, ես անցած տարի այս միտքը կրկին ընդգծել եմ, բայց հիմա էլ եմ ուզում ընդգծեմ, նույնիսկ եթե մենք առաջնորդվենք պաշտոնական վարկածի ուրեմն տրամաբանությամբ, անգամ այդ շրջանակներում չիրականացվեց այնպիսի անխոցելի քննություն, որը նույնիսկ իրենց առաջ քաշած վարկածը կդարձներ տրամաբանական։ Հետևաբար այս առումով եւ եթե նույնիսկ իրենց առաջ քաշած վարկածի շրջանակներում մենք գործ ունենք զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի, ուրեմն սարքերի հետ առնչվելու կանոնները խախտելու եւ պաշտոնական դիրքը չարաշելու կամ անփութության հետևանք առաջացնող իրողության հետ, սիրելի բարեկամներ, կրկնում եմ, եթե մենք նույնիսկ առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ուրեմն իրենք իրենց գործունեությամբ ապացուցում են, իրենք իրենց առաջ քաշած վարկածով հիմնավորում են, որ պատկերավոր ասած բանակում տիրել է բարդակ վիճակ, անպատասխանատու վիճակ եւ որի թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն, ինչպես անցած տարի եմ ասել, հիմա վերահաստատում եմ Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս մենք պնդում ենք, որ այս գործը բացահայտված չէ, ընթացող դատաքննության ընթացքը, զարգացումները, առնջատված մասով գործի քննությունը ուրեմն չի գոհացնում դժոխք կողմին, ինչպես նաեւ հասարակությանը եւ ծնողները ինչպես առաջին ենք ասել, 1 տարի հետո ենք ասել, 2 տարի հետո ենք ասել, հիմա էլ ենք ասում, ընդհանրապես կտրականապես համաձայն չեն ուրեմն շրջանառության մեջ դրված մեղադրանքի հետ եւ անկեղծ ասած մենք մշտապես ընդգծել ենք հետեւյալը, որ եթե պետք է սլաքավարները պատասխան տան, իսկ իրական մեղավորները, կապիտ ասած, շնաձկները պլստան քրեական պատասխանատվությունից, դա առաջին հերթին մեծագույն անարգանք է լինելու ուրեմն զոհված զինծառայողների լուսավոր հիշատակի առաջ